Հանուն հոր և որդվո և ոգուին սրբո, ամեն։ Քրիստոս հարյավի մերելոս ձեզ և մեզ մեծ ավետիս։ Նրանք, ովքեր նստում էին խավարի և մահվան ստվերների մեջ, լույս տեսան։ Այսպես է ասում Դավիթ Սաղմոսերգուն։ Իրապես Քրիստոսի հարությունից առաջ ամբողջ մարդկությունը մահվան ստվերների ու խավարների մեջ էր նստած։ Մինչև Քրիստոս եկած բոլոր մարդիկ մեռնելով հոգով դժոխք էին իջում։ Իսկ ողջերը կռապաշտության, անգիտության խավարի մեջ էին, կուռքերին են երկրպագում։ Երբ մեր Տերը եկավ, լույս ծագեցրեց աշխարհին։ Ասաց ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը ու դուռը փրկության։ Եվ այդպիսով անգիտության, կռապաշտության խավարը փարատվեց Քրիստոսի ճշմարիտ վարդապետության լույսով։ Մարդկանց միտքը լուսավորեց Աստված գիտությամբ։ Մեր սրտերը միշտ վախի և տրտմության մեջ էին, և Քրիստոս եկավ ասաց. մի վախեցեք, ես ձեզ հետ եմ, և մարդկանց սրտեցից փարատեց վախն ու տրտմությունը։ Մեր մարմինները մեղքի և չարիքի ծառայության տակ էին, և երբ մեր Տերը եկավ, հաղթեց սատանային, ինքը փորձվեց սատանայից և հաղթեց չարի զորությունը և մեզ կյանք պարգևեց։ Եվ այս ամբողջ ճանապարհն ու ընթացքը ունեցան առաքյալները 3 տարի ետևելով Քրիստոսին։ Եվ երբ Քրիստոսին ձերբակալեցին, փախան բոլոր առաքյալները, մարմնով հեռացան Տիրոջից, խավարի ու ստվերների մեջ էին հայտնվել, սրտով վախի ու տագնապի մեջ էին, որովհետև անգամ Պետրոս առաքյալը, որ վեմ կոչվեց, ժայռ կոչվեց, մի հասարակ աղջկա հարցադրումից վախեցավ և ուրացավ Քրիստոսին։ Մնացած աշակերտները ևս թողել ու փախել էին։ Մտքով ևս կասկածների մեջ էին, չէին հասկանում, որ Քրիստոս 3-րդ օրը պետք է հարություն առնի մեռելներից։ Այսպես մտքով խավարի մեջ, սրտով տագնապի մեջ, մարմնով էլ ամեն տեղ փախած ու հանգրվանած, չգիտեին ինչ անեին։ Եվ ահա մեր Տերը լույս ծագեցրեց աշխարհին։ Խավարի և ստվերների մեջ լցված մարդկանց լույս ծագեց։ Նախ և առաջ դժոխքը հավերեց Քրիստոս, այնտեղ արգելափակված հոգիներին դուրս հանեց։ Երբ մեր Տերը իջնում էր դժոխք, այնտեղի առաջին բնակիչը, մեր նախաստեղծ ծնողը, նախահայր Ադամը, առաջինը տեսավ Քրիստոսի լույսը և բոլոր խավարի նստվածներին ասաց. այս լույսը ես դրախտում եմ տեսել։ Մոտ է մեր փրկությունը, Քրիստոս իջավ դժոխքն ավերելու, վեր ելեք։ Եվ այդպես ելան բոլոր հոգիները, և Քրիստոս 33 տարի 3 ամիս քարոզեց ողջերի մեջ, 33 ժամ քարոզեց մահացածների մեջ, դժոխքում արգելափակված հոգիների մեջ քարոզեց ճշմարտությունը, և ովքեր հավատացին, իր հետ հարություն տվեց։ Եվ այսպես սանդարամետին մեջ նստածները, դժոխքի խավարի ու ստվերի մեջ նստածները լույս տեսան։ Եվ երբ Քրիստոս հարյավի մերելոց իր հետ հարություն տվեց շատ ննջեցյալների, որոնք երևացին Երուսաղեմում Քրիստոսի հարությունից հետո։
Այս պատմությունը ոչ մարդկության պատմությունն է, առաքյալներինն էր, դժոխքում արգելափակված հոգիներինն էր, նաև մերն է այս պատմությունը։ Մենք էլ առանց Տիրոջ հրաշափառ հարության, Քրիստոսի հարության լույսի, մտքով, սրտով և մարմնով խավարի ու ստվերների մեջ ենք նստած։ Երբ Քրիստոս մեզ համար հարություն չի առել, մեր միտքը կասկածների, վախի մեջ է, մեր սիրտը տագնապի ու երկյուղի մեջ է, մենք մարմնով կարծես մոլորված լինենք, չգիտենք թե ուր գնանք, բայց Քրիստոս եկավ, որ մեր մտքի, մեր սրտի, մեր մարմնի և հոգու խավարն ու տագնապը վերացնի։ Քրիստոսի հարության լույսը յուրաքանչյուր մարդու համար է և ամբողջ մարդկության համար է, որպեսզի մենք հավատանք Տիրոջի հրաշափառ հարությանը, որպեսզի մենք ապրենք Քրիստոսի հարության լույսը մեր մեջ, սրբվենք, ջերմանանք, ուրախանանք ու փառք տանք Տիրոջ հրաշափառ հարությանը։ Ուրեմն այսօր, այս պահին, հենց այս ժամին մեզ համար է Քրիստոս հարություն առել, որպեսզի մենք ևս հառնենք մահվան ստվերների միջից ու խավարի միջից ու լույս հագնենք։ Քրիստոս հարյավի մերելոց ձեզ և մեզ մեծ ավետիս։